Քաղաքացիական հասարակությունը այն կարևոր շերտն է, որը գործում է պետությունից անկախ եւ քաղաքացիների իրավունքների, շահերի եւ արժեքների պաշտպանության օղակ է հանդիսանում։ Հասարակական կազմակերպությունները, անկախ լրատվամիջոցները, արմիություններն ու ակտիվ քաղաքացիները հանրային վերահսկողության եւ մասնակցության կարևոր հարթակի նախաձեռնողներն են դառնում։ Ընտրություններից առաջ, ընթացքում եւ հետո հաճախ դիտարկվում են որպես աչք ու ականջ։ Բայց թե որքանով է հնարավոր դառնում լիարժեք իրացնել վերապահված առաքելությունը եւ արդյոք այդ ազդեցությունը աներկբա է, շարունակում է մնալ տարբեր կարծիքների ու գնահատականների առարկա։ Լավ կլինի, որ հետագայում քաղաքացիական հաստատություններն ավելի մեծ ուշադրություն դարձնեն ընտրություններից առաջ 2, 3, 4 ամիս, 5 ամիս ժամանակահատվածը դիտարկելու համար դա քարոզարշավից դուրս է իհարկե պաշտոնական, բայց ինչ որ է, իսկ սա էլ կապված է իհարկե ֆինանսական, նյութական միջոցների հետ։ Ներհայաստանյան աղբյուրները նման հոգսեր առայժմ չեն կարող հոգալ, ինչ որ բաներ կարելի է հայտարարել կամավորության ջանքերով բան։ Արտաքին օրինական դրամաշնորհային աղբյուրները այդպես վաղ չեն ելնում քներից էլի առայժմ բան է, միջին էլի գնահատականս այսպես։ Որոշ մասերով չեմ համաձայնի, բայց կնշեմ, որ այդ իմ համաձայնությունը փաստացի գալիս է նրանից, որ թերևս ավելի լավ չենք հաղորդակցվում, ներկայացնում փոփոխությունները, որ առաջարկվում կամ ընդունվում են, կամ այնքան ներառական չեն լինում, ինչքան որ կուզենայինք դրանք տեսնել, որովհետև ընտրական օրենսգրքի փոփոխություններում ամեն դեպքում արտացոլված են բավականին շատ մեր առաջարկություններ, կան բացասական փոփոխություններ, որոնց հետ կապված դեռ հիմա շարունակում ենք աշխատել, որովհետև կարծում ենք, որ թե շփման տեղ, թե ժամանակ կա իրականում, երբ որ խոսում ենք շատ հրատապ հարցերի մասին։ Ընտրական գործընթացում քաղաքացիական ակտիվ շերտերը հատկապես ընտրողների իրազեկման, խախտումների բացահայտման եւ հանրային կարծիքի ձևավորման գործում մեծ դեր են ապահովում։ Դիտորդական առաքելություն իրականացնող կառույցներն այդ process-ներն իրականացնում են կանոնակարգված։ Սա միջազգային մակարդակով ընդունված կարևոր գործառույթ է, որը փորձագետների կարծիքով զարգանալու, փոխվելու միտումներ ունի նաեւ մեր երկրում։ Ընտրական գործընթացներում դիտորդական առաքելություն իրականացնելիս ոչ միայն արձանագրում, փաստագրում են խախտումները, այլ նաև իրենց ներկայությամբ կանխարգելում են ընտրախախտումները հնարավոր չարաշահումներից։ Նաև նշեմ, որ եթե հասարակությունը տեսնում է, որ ընտրական գործընթացը վերահսկվում է անկախ ու անկողմնակալ դերակատարների կողմից, հետևապես նաև քաղաքացիների վստահությունն է ավելանում ընտրական գործընթացների նկատմամբ։ Մեդիափորձագետ Լևոն Բարսեղյանը քաղաքասարակության կարևորությունը կապում է նախ եւ առաջ ընտրական օրենսգրքի բարեփոխումների, ընտրությունների ընթացքում հնարավոր կոռուպցիոն մեխանիզմների բացահայտման եւ կանխման, ինչպես նաեւ ոչ թե մանր, այլ համակարգային խնդիրներին անդրադառնալու հետ։ Նրա կարծիքով այս ոլորտում որոշ չափով իրենց գործելավոճը վերանայելու անհրաժեշտություն կա։ Միակ բանը, որ մենք կարողացանք ապահովել ընտրական օրենսգրքով, դա այն է, որ ընտրական հանցագործությունների համար դատվացություն ունեցող անձինք չեն կարող լինել հանձնաժողովներում, անկախ նրանից մարված է իրենց դատվացությունը, թե ոչ։ Զուտ ընտրական գործընթացին չմասնակցելու առումով կարողացանք ունենալ այդ սահմանափակումը։ Տիկին Գրիգորյանը ասաց հանձնաժողովի անդամ լինելու արգելքի մասին։ Մեղայասու։ Այդ քրեական հանցագործը, որը նստել ելել է, շատ պետք է իրեն լինի հանձնաժողովի անդամ։ Ինչ որ բան է, դեմ չեմ, ինչ որ առաջընթաց է, էլի, բայց դա հո չեք համեմատի, հա, հարյուրավոր միլիոն դոլար ետ գծած տեխնացու լինելու իրավունքի հետ։ Այս խնդիրը իշխանությունը չուզեց լուծել, մեր այդ օժանդակության առաքելությունն էլ փաստացի ցախողվել է։ Քաղաքասարակությունը այս առումով շատ մեծ խնդիր ունի իր առջև դրված։ Հիմնականում քաղաքասարակությունը դա իրականացնում է փաստերի ստուգմամբ, մեդիագրագիտությամբ եւ այստեղ ինչքան էլ քաղաքասարակությունը փորձում է պայքարել, կարծում եմ, որ պետք է լինի նաեւ քաղաքական կամք, այսինքն այդ փոփոխությունները ինչ որ առումով նաեւ պատժամիջոցներ, պատասխանատվության միջոցներ կիրառվեն, որպեսզի կարողանանք արդյունք ունենանք։ Առաջիկա ընտրությունների համար ներկայացվել են քաղաքասարակության եւ դիտորդական առաքելությունների գործունեության առավել արդյունավետ ու համագործակցային կազմակերպման առաջարկներ, որոնք դեռ վերջնական չեն, քննարկումների փուլում են։ Հիմնական խնդիրները կապված են իրազեկվածության պակասի, իրավունքների եւ պարտականությունների ոչ լիարժեք ընկալման, վերահսկողության մեխանիզմների կանոնակարգման, ինչպես նաեւ կիրառվող թվային գործիքներին բավարար ծանոթ չլինելու հետ։ Հասմիկ Թումասյան, Վահագն Վարակյան, Հորիզոն։ Որը կապում է